որ ես մի քիչ քայլում էի, շունչից կտրվում էր, չէի կարում քայլեի вообще։ 64-ամյա տիկին Վարդանուշը դեկտեմբերին է իմացել, որ ուռուցքային չարորակ գոյացություն ունի։ Բարդ վիրահատություն է եղել շատ։ Ես 4 օր ավել պարկել եմ, որ սրճել են այդ ուռուցքը մի քիչ փոքրանա, որ կարողանան դուրս անեն։ Կինը հիմնական գանգատները վերջին 1-2 ամսում է զգացել, սակայն մոտ 10 տարի հեվոց դժվարաշնչություն ունեցել է։ Վիրահատությունից հետո իրեն շատ լավ է զգում։ Այստեղ գտնվում է դիաֆրագման եւ այստեղ գտնվում է սևով արդեն թոքը, որը ոչ վիրաբույժները, ոչ բժիշկները եւս կհասկանան, որ բավականին փոքրացած է, քանի որ ինքը պետք է զբաղեցներ ամբողջ պլևրալ խոռոչը։ Այս ավելի մուգ երանգով դուք կարող եք տեսնել ուռուցքային հիվանդությունը։ Եվ եթե չափում կատարենք, ապա կարող ենք տեսնել, որ մոտավորապես 70%-ից ավելին զբաղված էր հենց ուռուցքով։ Հեռացված ուռուցքը 22 սանտիմետր է եղել, 2.6 կիլոգրամ։ Եթե մենք նմանատիպ դեպք արդեն ունեցել էինք անցած տարվա ընթացքում, մեծ հսկա մեզենխիմալ ծագման ուռուցքային հիվանդության, նախորդ դեպքերում մեր բուժառուները բարձրահասակ էին։ Տվյալ պարագայում ցածրահասակ կնոջ մասին ենք խոսում, 1.45 սանտիմետր հասակով, եւ իր համար հարաբերականորեն սա ավելի մեծ ուռուցքային հիվանդություն էր, քան մեր նախորդ ունեցած բուժառուների մոտ։ Կնոջ մոտ ճարպային հյուսվածքից առաջացող սարկոմա տեսակի ուռուցքային հիվանդություն է, որն աշխարհում բավական հազվադեպ է հանդիպում։ Ամերիկյան հետազոտության տվյալներով մենք ունենք հետեւյալ հիվանդացության ցուցանիշը, որ հիվանդանում է 7 մարդ 100,000 բնակության դեպքում, որից իրենք հստակ տարբերակել են 40 մի քիչ ավել տոկոսային խումբը կազմել են վերջույթների լիպոսարկոմաները, 20-25% կազմել են որովայնի խոռոչի եւ հետվորովայնամզային տարածության լիպոսարկոմաները, մնացած տեղակայումները զբաղեցրել են ավելի քիչ, մոտավորապես 20%-ը, եւ այդ 20%-ի մեջ մոտավորապես 3-ից 4%-ն են կազմում կրծքավանդակի սահմաններում հանդիպող լիպոսարկոմաները։ Բժշկի խոսքով հետազոտված բուժառուների 58%-ը կանայք են եղել, 89.1%-ը կազմել են քաղաքաբնակները։ Լիանա Խաչատուրյան, Արման Թովմասյան, լուրեր։